Բարև ձեզ, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, նախ ես եմ ողջունում այս հավաքը եւ իրականում շատ կարևորում եմ այն խոսակցությունը, որ տեղի ունենում հատկապես այս շրջանակներում։ Մենք մեկ շաբաթ առաջ հավաքվել էինք պետական համակարգի աշխատողների համաժողովի առաջին անգամ ենք անցկացնում եւ համաժողովում իհարկե գաղափարական եւ սկզբունքային ելույթով վարչապետը հանդես եկավ եւ այդտեղ շատ կողմնորոշիչներ կան, կարծում եմ բոլորիս հետաքրող եւ կարեւոր քննարկումը հիմնականում նրան է նվիրված, թե մենք պետության ընդհանրապես ինչպես ենք պատկերացնում։ Եվ այս առումով ես կարծում եմ այսօրվա քննարկումն էլ այդ տրամաբանության մեջ պետք է տեղի ունենան, որտեղ ընդհանրապես մարդկության պատմության մեջ ամենայնպես վերջին 200 եւ ավելի տարիների ընթացքում բոլորին ամենահետաքրող հարցը եղել է, թե պետությունը որտեղ պետք է լինի, ինչով պետք է զբաղվի պետությունը, ինչքանով ինքը պետք է մասնակցություն ունենա տնտեսական կյանքին կամ հասարակական կյանքին։ Այդ հարցի պատասխանը տալը բավականին բարդ է, բավականին դժվար է, բայց միշտ անհրաժեշտություն է եղել օպտիմալ լուծում գտնել։ Արդյոք այդ օպտիմալ լուծումը գտել են թե ոչ, դա այլ հարց է, բայց որ պետության մասնակցության հետ կապված նաև գաղափարական տարաձայնություններ կան եւ դրա հիման վրա նաև տարբեր գաղափարական ազդեցությունները հաջողություններ են ունենում կամ չեն ունենում ընտրությունների ժամանակ, սա էլ փաստ է։ Ես կանդրադառնամ շատ կարճ այն ինչ որ տեղի ունենում մեր երկրում, հատկապես 2018 թվականից հետո, ինչի եմ կարևորում սա, որովհետեւ մինչ այդ շատ ավելի պարզ ու տեսանելի էր այն տրամաբանությունը, որով մենք զարգանում ենք, հիմա դեռ այլ տրամաբանությամբ ենք զարգանում եւ հիմա վստահ եմ, որ կառավարությունը փորձում է գտնել այն ոսկե միջինը, թե ինքը որտեղ պետք է լինի շուկա պետություն հարաբերություններում եւ ինչքանով ինքը պետք է կարողանա արդյունավետորեն կազմակերպել աշխատանքը, որպեսզի եւ պետական պարտականությունները կատարվեն բարձր որակի եւ գործարար շրջանակները կարողանան արդյունավետ աշխատել։ Մարդկության զարգացման ընթացքում պետության դերը գնալով մեծացել է, կապված այն մարտահրավերների առջև, որ հասարակությունները կանգնել են։ Մենք հիմա գտնում ենք մի նոր մարտահրավերի առջև, որը ընդհանուր ձևակերպումը տալիս ենք արհեստական բանականություն, շատ դեպքերում ամբողջական չպատկերացնելով, թե դա ինչ է, եւ նաեւ չպատկերացնելով, թե դրա ազդեցության չափերը ինչպիսին են լինելու, բայց այսօր մենք այլևս չենք կարող խուսափել այդ իրականությունից եւ պարտավոր ենք օգտագործել արհեստական բանականության հնարավորությունները եւ մի այստեղ կարևոր հարց է առաջանում, ինչպես միշտ է եղել ցանկացած տեխնոլոգիական առաջընթացի ժամանակ։ Ինչ պետք է անի պետությունը։ Պետք է կարգավորի արհեստական բանականության սահմանները օգտագործման թե ոչ։ Թե պետք է ուղղակի թողի ինքն իրեն այդ զարգացումը առաջ գնա եւ կարող եմ ասել, որ պատասխանը առաջինն է, իհարկե պետք է կարգավորի։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը միայնակ կարող է դա անել, դրա պատասխաններ կա ոչ, կա աշխարհում երկիր, որ կարող է դա անել, դրա պատասխաններ կա ոչ։ Սա այն երևույթն է, որ համամարտկային արդեն խնդիր է դարձել մարդկության համար եւ այդ պայմաններում արհեստական բանականության հետ կապված մեր հարաբերությունները մենք պետք է կարողանանք համատեղել աշխարհում տեղի ունեցող գործընթացներին։ Բայց վերադառնալով մեր իրականությանը, այն առումով, որ մենք ունենք մեր ներքին խնդիրները եւ վերջին զարգացումները տնտեսության հետ կապված հատկապես հուշում եմ, որ մենք պետք է կարողանանք գնահատել այսօրվա իրավիճակը, ինչպես եղավ, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքը այս տարի այսքան ակտիվ էր եւ ինչպես եղավ, որ այն կանխատեսումները, որ կար տարվա սկզբին բարեբախտաբար իրականություն չդարձան, այլ ընդհակառակը մենք հնարավորություն ունեցանք ավելի ակտիվ տնտեսական կյանք ունենալ։ Այս գործոնների մասին ես կարծում եմ կարիք կա, որ խոսենք եւ ինչ լրացուցիչ գործիքներ մենք ունենք հաջորդ առաջիկա տարիներին եւ հատկապես առաջիկա 5 տարիների ընթացքում տնտեսության զարգացում ապահովելու համար։ Մի փաստ կա, որի մասին շատ խոսում ենք, տեղին եւ շատ խոսում ենք, որ առանց տնտեսական աճի մենք որևէ հաջողության չենք կարող հասնել։ Այսինքն հիմնական նպատակը տնտեսական աճ ապահովելն է։ Եվ երբ որ նայում ենք նաև թվերին, տարբեր բյուջեի մուտքեր, ներդրումներ, աշխատատեղեր, աշխատավարձ, որը բերում է ի վերջո տնտեսական ակտիվության, նաև վարքաբանական փոփոխություններ շուկայում, այս ամեն ինչը մեզ հուշում են, որ դեռևս կարիք կա
հայտնաբերել նոր գործիքներ, որոնց միջոցով բիզնես համայնքի ներկայացուցիչները ավելի ակտիվ մասնակցություն կունենան մեր հասարակական կյանքին եւ ավելի շատ տնտեսական կյանքին։ Ես չեմ ուզում ավելի երկար խոսել, ինքս իհարկե տրամադրված եմ մի հատ երկար կներեք ճառ ասելու, բայց հույս ունեմ, որ ընթացքում հնարավորություն կունենանք նաև մեր տեսակետները արտահայտելու, որտեղ իրականում շատ կարևորում եմ այս հանդիպումը եւ շատ կարևորում եմ թեման, կարգավորումներին վերաբերյալ։ Մենք ամեն մեկս մեր տեղում առանձին քննարկումների ժամանակ երևի տեսաբաններ ենք նաև որպես հանդես գալիս, տարբեր առաջարկություններ ենք ներկայացնում, ինչի ես մեկը sense չենք անում, ինչի ես մեկը sense չենք անում։ Կարծում եմ այսօր այդ հնարավորությունը տրված է մեզ բոլորիս եւ մաղթում եմ մեզ ազատ քննարկումներ եւ արգասաբեր աշխատանք։ Շնորհակալություն։